Ստանում է 1000 էջանոց փաթեթ, որը պետք է ուսումնասիրի եւ ներառի զեկույցի մեջ, դա իրատեսական չի, բայց այդ խնդիրն է լուծված է տրամաբանության շրջանակներում, որովհետեւ Պաշտպանության անվտանգության հարցերով քննիչ հանձնաժողովը վերապահված է սահմանադրությամբ եւ կանոնավոր մեկ հանձնաժողովի, որը իրավասու է մշտական գործող հանձնաժողովին, մենք այդպես արել ենք նաեւ մեր առաջին զեկույցը քարորիայի համար, հավաքագրել ենք փաստերը, հետագայում որպես արդեն մշտական գործող հանձնաժողով պատրաստել ենք զեկույց եւ ներկայացրել ենք եւ գոյությունի նախադեպ։ Հիմա անդադես խոսեմ նախադեպի մասին, նախադեպի գոյության պարագայում, խոսել իրավակարգավորման ինչ որ արգելքների մասին հնարավոր չէ, որտեղ օրենսդիրը Արադ Միրզոյանը, երբ որ ուղարկեց լիագումարնիստ եւ ես ելույթ ունեցա, իր դիրքորոշումը օրենքի հետ կարգավորման հետ կապված արդեն տվել է եւ դա անտեսել անհնար է, որովհետեւ դա կներեք իրավագիտության մեջ։ Այսինքն այդ հարցը քննարկվում է, որ գալի ագումար, թե կարող ենք ասել, այս պայմանությամբ փակված է։ Եթե ինքը գոյություն ունի զեկույցը, ճիշտ հասկացեք։ Զեկույցը հանձնաժողովի նախագահի կողմից ուղարկվել ազգային ժողովի նախագահին։ Կանոնակարգ օրենքը ասում է, որ դրանից հետո պետք է ազգային ժողովի նախագահը մեկ ամսում որոշում կայացնի նրա հաջորդ կանգառը որտեղ տին լիագումար նիստ։ Այդպես է գրված օրենքի կանոնակարգ օրենքի 25-րդ եւ 26-րդ հոդվածը կարգավորում է այդ հարցը։ Բայց այնտեղ կա մի կետ, որտեղ ասվում է, եւ այդպես են նաեւ որոշ իրավաբաններ գուցե մեկնաբանում, որ ժամկետները խախտված է, բայց ժամկետների խախտում չի կարա լինի, երբ որ նպատակը զեկույց ունենալն է։ Հիմա զեկույցը գոյություն ունի, հիմա զեկույցը կամ պետքա գնար լիագումար նիստ, կամ պետքա ասվել, եթե խախտվածը զեկույցը չկա, բայց քանի որ զեկույցը կա, նրա հաջորդ կանգառը պետքա լինի լիագումար նիստերի օրակարգում։ Սիմոնյանը ասաց, որ ժամկետն անց է զեկույցը։ Հետո ինչ բանա ժամկետան զեկույց, ասինքն զեկույցը չկա։ Զեկույցը կա, բայց ներկայացման ժամկետները խախտվել է եւ չի։ Դե հիմա տարբեր մեկնաբանություններ կան, տարբեր իրավաբաններ։ Վերջին հաշվով ես իմ հարցազրույցներից մեկում ասել էի, եթե կա մի քանի իրավաբան, կան մի քանի տեսակետներ, բայց երբ որ վերցնում ես առողջ տրամաբանությունը, իրավական տրամաբանությունը, վերջին հաշվով նպատակը զեկույցն էր։ Հիմա զեկույցի արկայության դեպքում ասել, որ զեկույցը ժամկետ անց է, այսինքն ոնց, այդ զեկույցը մեռավ, չէ՞ որ զեկույցը նպատակ է դրված եղել լուծել այդ խնդիրը։ Այսինքն վերահանել բոլոր այն խնդիրները, որոնց արկայության պարագայում մենք ունեցել ենք 44 պատերազմի ընթացքում պարտություն ենք ունեցել։ Պարոն Քոչարյան, զեկույցը քաղաքական նշանակություն ունի։ Շատ մեծ։ Որոշ գործիչներ ասում են, որ իշխանությունն է որոշել ընտրություններից առաջ զեկույցը չբերել, պատերազմին չանդրադառնալ։ Քննիչ հանձնաժողովը ոնց որ թե իշխանությունն է, չէ՞ ստեղծել։ Բայց ընտրություններից առաջ որոշել են։ Կներես, այս զեկույցը առաջին հերթին հենց տալիս են հարցերի պատասխանը, որին մեղադրում էին իշխանություններին, շատ շատերը։ Հիմա կներեք, իշխանությանը մեղադրել, որ ինքը դեմ է զեկույցը ներկայացնելը, ոչ, կա իրավական խնդիր, որի հարցի հետ կապված կա իրավական վեճ։ Առաջին հերթին Պարզ է, չէ՞ որ ես բազմաթիվ իրավաբաններ հետ քննարկել եմ, բազմաթիվ, եւ նաեւ միջազգային իրավունքի տեսանկյունից, նույնիսկ նախադեպային իրավունքի տեսանկյունից որևէ խնդիր չկար։ Այդ թե ինչի է նման եզրակացության եկել Վլադիմիր Վարդյանը եւ Թաթուլ Սողոմոնյանը, ազգային ժողովի քարտուղարության պետը, այդտեղ խնդիր է, որովհետեւ նպատակը հիմա ծառայեցնել ինչ որ ձևակերպման չի կարելի, որտեղ այդ ձևակերպումը պետք է ծառայի նպատակին։ Եթե խնդիր կար, այդ դեպքում հարց առաջանում, ինչու քարորիայի ժամանակ այդ խնդիրը չբարձրաձայնվեց, որպես իրավական անհաղթարելի խնդիր, եւ հաղթահարվեց հենց ազգային ժողովի կողմից։ Հաղթահարման արկայությունը խոսում է, որ ինքը արդեն նախադեպ ունի։ Եվ այդ նախադեպի պարագայում այ հարցրեք։ Մենք հարցրել ենք Ալեն Սիմոնյանն ասել։ Չէ, պարոն Սիմոնյանը, չէ, այդ եզրակացություն ներկայացնողներին պետք է հարցնել։ Դուք իրավաբանական կրթություն ունեք, ո՞նց եք նախադեպը անտեսում։ Իսկ դուք այս հարցը պարոն Քոչարյան Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք։ Թե ես ինչ եմ քննարկում Հայաստան վարչապետի հետ, դա ես ցանկություն չունեմ ներկայացնելու, որտեղ մենք բազմաթիվ հարցեր ենք քննարկում մեր երկրի անվտանգության առնչվող, իսկ այս զեկույցը, եթե ցանկալի չլներ իշխանությունաբար, Հայաստան վարչապետը 10 ժամ եկել է քննիչ հանձնաժողով։ Շատերը փախել են, խուսափել են։ Օրինակ Վարդան Օսկանյանը։ Հիմա շատ են քննադատում զեկույցում, բանը ասա, արտաքին քաղաքականության առնչվող, արտաքին իրողություններ առնչվող հատվածները, բայց ես դրանից հետո բոլոր ունեն այդ հնարավորությունը քննիչ հանձնաժողով գալու, առաջին հերթին Վասկան Օսկանյանը հերահար էր ինչ որ խոսում, այդպես էլ չկարողացա բացատրել եւ իր չգալը եւ իր տեսակետները, որը պետքա դրվեր զեկույցի մեջ, բայց զեկույցը ներառել է վարչապետի 10 ժամանոց
եւ գաղտնի եւ բաց մասերը դրանք արկա են դուք միայն մի նայեք 215-ը դրա տակ դրված են տասնյակ հազարներով փաստեր տեսագրություններ Դուք ասում եք, որ քրեական գործեր կհաջորդեն։ Իհարկե Այսինքն հիմա ինչ բայց զեկույցը դեռ գտնում առաջի բաժնում զեկույցը պետքա ունենա հնարավորություն այդտեղ է խնդիրը առաջի բաժնից հետո ինքը ոնց է գնալու մյուս պետական կառույցներ առաջին հերթին պաշտպանության նախարարություն ազգային անվտանգություն գլխավոր դատախազություն արտաքին հետախուզություն բոլորին առնչվող այնտեղ հավաքագրված փաստեր կան որը շատ անհրաժեշտ է մեր երկրի համար եւ դրանք ես համարում եմ այս 3 տարի հատևես 1 տարի ու կես մենք աշխատեցինք փաստերը հավաքագրելուն, մեկտեղելուն եւ 1 տարի ու կես էլ զեկույցը պատրաստելուն եւ ես կարեւորել եմ եւ հանձնաժողովի բոլոր անդամները կարեւորել են զեկույցի որակական ցուցանիշը ինչպիսին պետք է լինի հիմնված փաստեր ալեմ շնձես նաեւ աշխատանքի ընթացքում եղել են այսպես զեկույցի մեջ ներառված կտորներ որոնք չենք սպասել զեկույցի ներկայացման փուլին այլ ուղարկել են գլխավոր դատախազություն որպեսզի իրենք դա այդ հանգամանք հաշվի առնեն եւ սկսեն իրենց ուսումնասիրությունները Այս ամենի հանգուցալուծումը ինչպես եք պատկերացնում Իմ տեսակետներկոզը զեկույցը ունի մեծ արժեք եւ նա միայն առաջի բաժնում գտնվելը ճիշտ չի ինքը պետք է առաջի բաժնից դուրս նաեւ տա բազմաթիվ հարցերի պատասխան որը նաեւ հուզում է մեր հանրությանը եւ ձեզ ասեմ որ զեկույցի մեջ կան կտորներ որոնք նաեւ հնարավոր է բաց տեքստով ներկայացնել հանրությանը որտեղ մենք ունենք եզրակացությունը ինքը շատ ծավալուն է որտեղ այդ աշխատանքը վերջին հաշվով եզրահանգման է եկել այնտեղ 45 կետ է եթե չեմ սխալվում այդ կետերը բոլորը հիմնավորված են փաստերով եւ ասում եմ նաեւ համատությունների մեջ անել տեսեք ես անդադ ասում եմ որտեղ մասնակից եմ եղել եւ շատ ակտիվ փաստավակ խմբի աշխատանքներին մարտի 1-ին առնչվող եւ այդ զեկույցները 5 զեկույցները որի տակ բոլորի տակ կա իմ ստորագրությունը դրանք այնուամենայնիվ միեդի որոշումների մեջ շատ հիմնարար արժեք ունեցան եւ միեդը այդ որոշումները կայացրեց որովհետեւ դրանք փաստերի վրա հիմնված են փաստերի վրա հիմնված ցանկացած զեկույց չի կարա իր ճանապարհը չհարթի ճանապարհը ինքը կհարթի Օրինակ ինչի՞ չեք գնահատում հանձնաժողովի կատարած աշխատանքը։ Մի ժամ հələ որ հարցեր եք տալի։ Պարոն Քոչարյան, եթե զեկույցից դուրս գանք հենց այս պահին ձերբակալվել է Գյումրի քաղաքապետը եւ գրած էր 7 ան ու ինքն էլ հետո մի խոսքով 8 անց, ինչպես է գնահատում վերջին օրերին arczepiskopos ձերբակալեցին, կալանավորեցին, հիմա օրենքը պետք է չխախտել։ Պետք է չխախտել օրենքը։ Մինչև կալանավորումը բազմաթիվ քրեական գործեր կային նույն քաղաքապետի հետ առնչվող եւ իր շրջապատին առնչվող։ Հիմա այնպես ստացվեց, որ այսօր եկավ համընկավ այդ կալանավորումները, չգիտեմ, կալանավորումը թե ձերբակալությունը։ Դուք Փաշինյանի ելույթը չի, որ ազդակը հանդիսացել, վերջին հաշվով Վարդան Ղուկասյանը դուք բազմաթիվ ռեպորտաժներ եք արել եւ ես էլ երբ որ 2 տարի ղեկավարել եմ Աղետի գոտին, այնքան հարցերի հետ եմ առնչվել, բայց ես չեմ ուզում այդ մասին խոսել կամ անմեղության կանխավարկածի հետ կապված ինչ որ տիրույթ մտնել, երբ որ process է սկսված, եւ process-ը եթե իրավականից դուրս է գա, ինքը ունի նաեւ իր շարունակությունը դեպի նույն դատարանը, որը մարտի 1-ով որոշում կայացրեց, որ մարտի 1-ի բացահայտված լինելը արկա է։ Այ ինչու մենք արկա այդ իրավական իրավիճակը չենք տալիս իրավական գնահատականների տեսքով, եւ ես դա տեսնում եմ, որ նաեւ գլխավոր դատախազությունը անելիք ունի նույն մարտի 1-ի բացահայտված լինելի կապակցությամբ։ Սա չեք համարում ճնշում ընտրված համայնքապետի նկատմամբ։ Ոչ։ Պարոն Քոչարյան, նաև երեք հայտնի ձայնագրության մասին խոսենք, հա, որ Սամվել Կարապետյանի հանրահավաքին փաստորեն գումարով իրենց բառերով ասած գլխին գումար են տալիս, ինչ ասեք այդ։ Բնականաբար մեր երկրի դժբախտությունները սկսել է նրանից, որ մենք մեր ժողովրդից խլել ենք անկախ կամ արտահայտման իրավունքը։ Գումարով են առել, նվերով են առել, պաշտոնով են առել, դա պետքա բացակայի։ Եվ վերջին հաշվով, եթե մենք այդ խնդիրները չհաղթահարենք վերջնականապես, դա անընդհատ բերելու է կոլապսի, իսկ այդ կոլապսը խոչընդոտ է մեր երկրի զարգացման համար։ Այնպես որ գումար բաժանելը մեզ թվում է, որ մնացել էր հետևում, բայց պարզվում է, եթե ձայնագրությունները ճիշտ դուրս գան,
այդ դեպքում այդ ձայնագրությունների մեջ ներառված արտահայտությունները, որը հիմնավորվի, այդտեղ պետքա կալանավորումները ճուշանան, որովհետև նաև այդտեղ ունենք բազմաթիվ նախադեպեր, հենց նման դրվագներով բազմաթիվ մարդիկ ձերբակալվել են, հետո կալանավորվել են, վերջնաշով այդ երևույթը պետք է արմատախիլ արվի ամբողջ ծավալով։ Պարոն Քոչարյան, բայց ընդդիմախոսներն ասում են, որ նաև այդ անվճար բենզինի բաժանումը նույն ընտրակաշարքի մի ձև է, որը բենզինի տարբերակով է։ Նպատակը Որ մասնակցեին մեր ձևով շարժման հանրահավաքին։ Այսինքն մեր ժողովուրդը ոչ թե գաղափարի հետևից էր գնում, այլ բենզինի, դա եք ուզում ասեք, դա սովորական սեփականատերերը կարծում եմ ներկայացրել են, որ դա ռեկլամային միջոցառում է տեղի ունեցել, նոր համակարգ է ձևավորվում։ Հիմա դուք կարաք մեկնաբանեք, որ դա արվել է, որպեսզի չգնան միտինգի։ Եթե պիտի չգնային, բենզինը պիտի չխանգարեր։ Ինչի 18 թվականին ուրիշ բան չէր անում իշխանությունը, որպեսզի այդ միտինգները տեղի չունենային, եղավ, չէ՞, որովհետև դա հասունացած խնդիր էր։ Հիմա ինչքան ուզում ես, եթե կա գաղափար, այդ բենզինը չէր կարող խոչընդոտ լինել այդ հավաքին մասնակցելու համար։ Պարոն Քոչյան, գալով զեկույցին, դուք արդյոք ձեր բոլոր ուզող հարցերի պատասխանները 44-օրյա պատերազմի հետ կապված ստացել եք եւ ասում եմ, որ Հայաստանը կարող էր հոկտեմբերի 19-ին այսպես Հայաստանը կանգնեցնել պատերազմը, Ռուսաստանի առաջարկը մերժվել է։ Այսինքն մենք չէինք Դուք ամենացավոտ հատվածներին եք մոտենում, որի պատասխանը ես կամերաների առաջ իհարկե չեմ կարող տալ։ Այսինքն հնարավոր էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի առաջարկը եղել է եւ Հայաստանի իշխանությունը մերժել է։ Ոչ, այնտեղ գին կա։ Ինչ գին 5+2 կներեք, չէ, այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որոնց մասին հիմա խոսել, դասեր քաղել երբ որ ասում ենք, պարզապես պետքա զեկույցի մեջ պետական բոլոր կառույցները ամեն մեկը իր մասով ուսումնասիրի, որտեղ այնտեղ հսկայական ցավալի տեղեկատվություն է տակը դրված։ Հիմա թե ինչ էր տեղի ունենում պատերազմի ընթացքում եւ այդ բանից դուրս եւ ներս, դա մի քիչ այլ խնդիր է, որտեղ դուք գիտեք, որ պատերազմը կանգնեցնելու 3 փորձ է եղել եւ հաջողություն չենք ունեցել։ Ինչու՞։ Ով էր մեղավոր։ Ոչ Հայաստանի Հանրապետությունը։ Տեսեք, ասում եք գին կար։ Աշխարհակաղակական նաեւ իրողություններ կային, խաղացողներ կային մեր տարածաշրջանում, բայց Հայաստանը նույնիսկ այդ պայմաններում 44 օր պատերազմի մեջ են եղել հայորդիները եւ իրենք նաեւ իրենց հերոսության շնորհիվ շատ մեծ աղետից են կանխել, որովհետեւ հակառակորդը ոչ թե կճեղքեր հարավային հատվածը, այլ կունենար հնարավորություն այդ ժամանակ ճեղքելու կենտրոնական հատվածը, հյուսային հատվածը, այդ ժամանակ թե ինչ կլիներ, ոչ ոք չգիտեր, բայց չեն կարած այդ ճեղքեն։ Թույլ կետեր ունեցանք նաեւ մեր պատճառով եւ այդ թույլ հատվածը հարավային, որը նաեւ քարորիայի ժամանակ տեսանելի էր Ջեբրայելի ուղությամբ, որտեղ այդ ուղությունը ուղիղ, այսպես նշանառու էր դեպի Մեղրի եւ այդ ուղղության վրա մենք իրենք հաջողություն ունեցան եւ մենք ունեինք գուցե ունեցել ենք հնարավորություն ինչ որ միջոցառում ռազմական իրականացնելու, որպեսզի կանխենք հետագա զարգացումը, թե ինչ կլինի, բազմաթիվ քրեական գործեր կան, նաեւ այդ դրվագի հետ կապված, նաեւ քննիչ հանձնաժողով մենք լսել ենք զինվորականների եւ պաշտոնյաների, որովհետեւ այդ հարցերի պատասխանը ստանանք։ Ինչ հաջողվել է, հիմա դուք ասում եք, արդյոք ամեն ինչ հաջողվել է, իհարկե ոչ։ Այսօր ժամանակը կհերիք էր։ Ինչքան աշխատենք, այնքան փաստեր կհավաքենք, որովհետև նաև մի զգալի հատվածը ուսումնասիրությունները գնացել են քննչական մարմիններին, այնտեղ հազարներով քրեական գործեր կան, որոնք առնչվում են եւ որոշում կայացնողներին, եւ տարբեր դրվագների, եւ այդ ամբողջի մեջ կգա մի օր, երբ որ մենք կհասկանանք կամ արդեն հասկացել ենք, հիմա բյուջե ենք քննարկելու, թե ինչ հարցեր պետքա լուծված լինեին, որպեսզի նման խնդիրների առաջ պետությունը չկանգնի եւ լինի ավելի անվտանգ։ Ինչա ասածս, որ եզրակացությունը, եթե հրապարակվի 45 կետից բաղկացած, մենք տեսնենք, թե պատերազմի մեջ մտել ենք ինչպիսի կարողություններով եւ այդ կարողություններով հանդերձ պետք է գնահատել մենք արել ենք մաքսիմալը, թե այնուամենայնիվ այդ ընթացքում էլ եղել են բացթողումներ, որը պետք է շտկված լինի եւ համոզված եմ, որ զեկույցը հարթում է այդ ճանապարհը շտկման, այդ շտկվածությունը կբերի նրան, որ մեր բանակի զարգացումները կլինի
անսխալ եւ շարունակական։ Մենք եղել է ինչ-որ պահ, որ մենք մեր մեծամտության պատճառով բանակին զրկել ենք զարգանալու սկսած կադրային քաղաքականությունից, վերջացրած սպառազինության եւ դրա ձեռքբերման եւ ճիշտ օգտագործման ուսուցման հնարավորություններով, որի առերեսվել ենք եւ այս զեկույցից կարևորություն դրա մեջ է, որ այդ խնդիրները վերհանված են։ Հիմա շատերը ասում են, օրինակ մեր ընդդիմախոսներ, որ ծանոթացել են զեկույցին։ Տիգրան Աբրահամյանն ասում է, ես կարդացի զեկույցը, ոնց որ հայկական ժամանակի խմբագրության գրված նյութ լինի։ Նույն ձև Տիգրան Աբրահամյանը, եթե ուշադիր կարդացել է եւ որևէ բան չի նկատել, նկատում եք, որ հանձնաժողովի աշխատանքներին պարոն Աբրահամյանը վերջերս մի երկու անգամ է մասնակցել։ Այս տարի ընթացքում երբեք չի մասնակցել։ Կարող է նաեւ քննիչ հանձնաժողովի աշխատանքին մասնակցել։ Այդ շարժումները չեմ ընդունում։ Բայց ով կարող ասել, ես զեկույցը կարդում եմ, ենթադրենք ինձ հիշեցնում է 100 տարվա մենությունը։ Այդ ասելու բան է։ Ասելու բան չի։ Գեգամ Մանուկյանն ասում է, եթե այդ հրապարակվի, ատոմային ռումբ կլինի։ Մեկ էլ հաջորդ տարբերության մեջ լրագրողի հարցին, ասում բայց դե այնտեղ այդքան էլ բան չկա։ Բայ էլ ինչն էր ատոմային ռումբ լինելու։ Այսինքն այստեղ քաղաքական շահարկման դաշտ չկա։ Պետք է առերեսվենք, որ ունենք զեկույց, զեկույցը շատ կարևոր է եւ զեկույցը այս պահին գտնվում է առաջի բաժնում։ Այ մեր իրավաբանները լավ կլինի, որպեսզի իրենց պատկերացումները իրավական տանեն դեպի նպատակ, այլ ոչ թե տարային, հա, այսպես մեկնաբանություն ունենան, որ գրված է այսպես, բայց այդ գրվածը կարելի է շտկել, բայց զեկույցը անտեսել ոչ ոք չի կարող։